ես Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով եմ ուղիղ ասել, որ Աստված չանի, եթե Տիգրանաշենի քննարկման հանձնման մասին խոսք գնա, այդ խնդիրը պայթելու է Երևանի կենտրոնում։ Այնպես որ իսկ ձեր կողմից մատնանշված անձի, ուրեմն այդ հայտարարությունները նախ սենց ասեմ, էլի ես չափից խիստ եմ արձագանքել այդ Սևանա լճի վերաբերյալ նրանց զառանցանքին եւ ինձ համար բացարձակապես քիչ առաջ ասացի, որ դա ընդունելու խոսույթ չէ, ճիշտ հակառակը Ալիևի պատկերացած խաղաղությունը չպետք է լինի մեր ժողովրդին ստորացնելու, մեր ժողովրդին վիրավորելու, մեր արժանապատվության վրայով անցնելու գործընթաց։ Եթե մենք չենք կարողանում նրան համարժեք պատասխան տալ, դա նշանակում է հետևյալը, որ մենք կամ չունենք խնդրի կարգավորման վերաբերյալ մեր պատկերացումները, կամ դրա ներուժը չունենք։ Ի վերջո, եկեք ընդունենք, որ Ալիևն էլ իր հերթին է սանձարձակ ու լկտի, եւ իր պատկերած ես օրինակ հաղթած ղեկավարին հարիր պահված չեմ համարում էլի իր դրսևորած վարկագիծը հաղթող ղեկավարը պետք է մի քիչ զուսպ լինի, պետք է մի քիչ ողջախոհ լինի, պետք է մի քիչ հավասարակշռված լինի։ Իդեմս այդ տղային, այդ մարդում մենք գործ ունենք լկտի սանձարձակ իր թվացial հաղթանակով արբեցած ինչ որ բռնապետի հետ, ով նոր տարածքներ կլանելու, նվաճելու մոլուցկով է տառապում։